եւ Ադրբեջանի միջև սահմանազատման նոր աշխատանքներ նախատեսվում են թե չէ, ու հնարավոր է, որ դա փոխկապակցվի հաղորդակցությունների ապաշրջափակման հետ, օրինակ հարավից շարունակելով գործընթացը։ Ուղիղ փոխկապակցվածություն չի լինի, բայց տրամաբանությունը հետեւյալն է, եւ ես դրա մասին օգոստոսի 18-ի ուղերձում կարծես թե նշել եմ, այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պիտի սկսվի, ենթադրվում է եւ տրամաբանական է, որ այդ հատվածում ինչքան անհրաժեշտ է այդ ենթակառուցվածքի անցնելու համար, այդ հատվածում նախ սահմանազատում եւ սահմանագծում տեղի ունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն եւ պարզ լինի սահմանը կոնկրետ որտեղով է անցնում։ Դա մեծ հաշվով փոխկապակցվածություն չի ընդհանուր սահմանազատման գործընթացի հետ, որը իր տրամաբանությամբ գնալու է, բայց մյուս կողմից սահմանազատում է կապված կոմունիկացիաների եւ թրիփուղի նախագծի իրականացման հետ։ Այսինքն մաս է սահմանազատումը այդ process-ի։ Չէ, աշխատում են հանձնաժողովները, աշխատում են, դուք գիտեք, որ աշխատում են, եւ այդ դուք խոսեցիք փոխկապակցվածության մասին, ես փոխկապակցվածություն որպես այդպեսին չկա, եւ մնացած հատվածներով հանձնաժողովները ենթադրվում է, որ կշարունակեն իրենց աշխատանքը։ Այստեղ խնդիրը փոխկապակցվածությունը ինչի մեջ կարող է լինել, որ գոնե Հայաստանի կառավարության դեպքում, Հայաստանի դեպքում եւ սահմանազատումը եւ կոմունիկացիաների բացումը մեծ հաշվով համակարգում է նույն փոխվարչապետը, հնարավոր է կարծես թե, ոչ թե կարծես թե Ադրբեջանի կողմից էլ է նույն փոխվարչապետը համակարգում, այս առումով իհարկե, երբ որ կոմունիկացիաների թեման ակտիվանում է, նրանք բնականաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնելու, ավելի շատ ժամանակ են տրամադրելու կոմունիկացիաների թեմաներին եւ հետեւաբար գուցե թե ավելի մեծ ուշադրություն կենտրոնանա այս մյուս հարցի վրա, բայց ընդհանուր առմամբ process-ները իրար հետ խորը փոխկապակցվածություն չունեն։ Շնորհակալ եմ։